Բարի երեկո, սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ նորից միասին ենք երկերկոցում։ Այսօր մեր ճանապարհը տանում է դեպի լոռի, մի աշխարհ, որտեղ լեռները խոսում են, գետերը երգում են, իսկ մարդկանց խոսքի մեջ միշտ մի պոեզիա կա։ Այդ հողի շնչից ծնվեց նաև մեր երեկոյի հերոսը Սարգիս Զաքարյանը, կամ ինչպես ժողովուրդն էր ասում, լոռվա սոխակը։ Զաքարյանը սովորական ուսուցիչ էր Վահագնի գյուղում, բայց դասերից դուրս նա աշակերտներին սովորեցնում էր, որ մարդը պետք է լինի ազնիվ ու արդար, իսկ տղամարդը միշտ ասպետ։ Այդ պարզ արժեքներն էլ դարձան նրա երգերի հիմքը։ Եվ հենց այդ երգերով էլ Զաքարյանը պահպանեց ու բարձրացրեց այն ոգին, որը լոռեցիների համար երբեք չի մարել։ Նրա երգերում կա ամեն ինչ՝ փոթորկուն կիրք, նուրբ սեր, անսահման կարոտ ու անխռով խաղաղություն։ Նա երգում էր իր բնաշխարհի մասին, իր սարերի, գետերի, անտառների մասին, բայց իրականում մարդկանց մասին։
Աշուղ Զաքարյանի պոեզիան հաճախ համեմատում են Աշուղ Աշոտի ստեղծագործության հետ։ Եվ պատահական չէ, երկուսն էլ լայնախոհ ու համապարփակ էին, բայց լոռու աշխարհում Զաքարյանը մնաց միակը մի ամբողջ տարածաշրջանի հոգևոր ձայն։ Ուսանների հայրենիք ես, շիրակից աղիքանման, արուզավակներդ խիզակ, դուստրերդ արևներ բարման, օթդ մաքուր ջուրդ զուլար, օջախներդ խիստ յուրասեր, պատվարժան ես ու գովականի, սիրելի Գյումրի քաղաք, պատվարժան ես ու գովականի, սիրելի Գյումրի քաղաք։ Կոչել ես ջիվանական, կերտել ես դու մի մեծ դպրոց, ու կոչել ես ջիվանական, և քո գրկում ես մեծացրել, վարպետին մեծ Իսահակյան, պատվարժան ես ու գովականի, սիրելի պատվարժան ես ու գովականի, սիրելի Գյումրի քաղաք։ Զաքարյանի Զաքարյանի նման մարդկանց օրորոցում կաթես տվել, դարձել նրանց հայրն ու մայրը, իմ սիրելի Գյումրի քաղաք, պատվարժան ես ու գովականի, սիրելի Գյումրի քաղաք, պատվարժան ես ու գովականի, սիրելի Գյումրի քաղաք, սիրելի Գյումրի Սարգիս Զաքարյանը ծնվել է 1923 թվականին Վահագնի գյուղում, որն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Ավարտել է Երևանի Պետական մանկավարժական ինստիտուտը, ստեղծագործել է վաղ տարիքից, նվագել է թառ։ 1937 թվականից մասնակցել է Հանրապետական ժողովրդական օլիմպիադաներին, նաև գրավել առաջին տեղ։ 1983 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Նրա ճանաչված երգերից են Անմահ Թումանյան, Աննման եղնիկ, Աղբյուր երաս, Սայաթ Նովա և այլն։ 2013 թվականին լույս են տեսել նրա երգը Հավետ կմնա երգարանը և Ամեն գիշեր ունի լուսաբաց ժողովածուն։ Նրա երգերում մենք հաճախ հանդիպում ենք մեր մեծերին, գրողներին, բանաստեղծներին, մտավորականներին։ Զաքարյանը հավատում էր նրանց մասին պետք է երգել, որպեսզի արժեքները մնան անխախտ։ Եվ այդ երգերի մեջ նա Չարենցին համարում էր ոչ միայն ազգային, այլև համամարտկային երևույթ։
Դուսան Զաքարյանը բացառիկ զարգացած մարդ էր, բացի հայերենից փայլուն տիրապետում էր վրացերենին ու ռուսերենին։ Երիտասարդությունն անցկացրել էր Թիֆլիսում, քաղաքի գունեղ միջավայրը, երգերի ու աշուղների ձայները խոր հետք թողեցին նրա վրա։ Մանուկ Սարգիսը այնտեղ էր սովորում եւ այնտեղ էր նաեւ ծաղիկներ խոնարհում Սայեդ Նովայի հուշարձանին, արդեն զգալով իր մեծ ուսուցչի ներկայությունը։ Սիրող սիրտը թե մենակ է, առանց յարի կյանք չունի, եթե յարից անբաժան հոգով սարդով մահ չունի, իմ իմացած բանն եմ ասում, ջահել սիրող սարդը Սիրեք ազնիվ անկեղծ սիրը, հիվան սերը հանչունի Սիրեք ազնիվ անկեղծ սիրը, հիվան սերը հանչունի Ջան լորեցի ջահել սիրտը, մեկից բացի Մեկից բացի յարչունի Սերին հաստատ քաղցր երկդ առանց նրան կյանք չունի Սերին հաստատ քաղցր երկդ առանց նրան կյանք չունի Թե անկեղծ է սիրում յարի լավ ընտանիք ունենաս Շրջապատում մարդկանց սրտում հարգանք պատիվ կունենաս Եթե անշեղ քո մեծերի գծած ճամփով ընթանաս Սիրեք ազնիվ անկեղծ սիրո, հիվան սերը հանչունի Սիրեք ազնիվ անկեղծ սիրո, հիվան սերը հանչունի Ջան լորեցի ջահել սիրտդ, մեկից բացի Մեկից բացի յարչունի Սերին հաստատ քաղցր երկդ առանց նրան դանչունի Սերին հաստատ քաղցր երկդ առանց նրան դանչունի
Ասում են Թատանի Սարգիսը կիրակիներին գաղտնի գնում էր Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցի պատարակ լսելու։ Հետո միշտ վարդեր էր դնում Բաքում կանգնած Սայաթ Նովայի հուշարձանին։ Տասնամյակներ անց, երբ արդեն ճանաչված աշուղ էր, նույն սովորությունը պահեց։ Կրկին գնում էր այդտեղ ու խոնարհում ծաղիկներ իր ամենասիրելի ուսուցչի հուշարձանին։ Սայաթ Նովան նրա համար ոչ միայն կուռք էր, այլև մեծ ուսուցիչ, թե բանաստեղծության, թե երգի մեջ։
ասեք սարերի աննամանյետնի Որ ասեք սարերի աննամանյետնի աննամանյետնի Աշոտ Զաքարյանը իր աշխուղական ուղին սկսեց ընտանիքից։ Նա իր տանը ստեղծեց կյանքի ու սիրո նոր միջավայր, կազմեց ընտանեկան խումբ։ Ինքը թառ էր նվագում, եղբայրը դափ ու դհոլ, որդիներից մեկը ակորդեոն։ Իսկ զավակները Բելան ու Ֆելիքսը դարձան այդ անսամբլի զարդը։ Այդպես էլ ծնվեցին երգեր, որոնք լցված էին լույսով ու ապրելու ուժով։
սիրոգով քնարա Անվանի կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը Գուսան Զաքարյանի մասին գրում է. Սարգիս Զաքարյանը համարվում է լոռում ծնված այն սակավաթիվ գուսաններից, որոնցով կարող է հպարտանալ Հայաստանի ցանկացած տարածաշրջան։ Նրա պոեզիան շատ նուրբ է, այն կտրված չէ հողից, ժողովրդից և կարողանում է արտահայտել նրա ոգին և էությունը։ Նրա արվեստի մեջ խոսքի և մեղեդու ներդաշնակություն է։ Նրա երգերը այնպիսի համաձուլվածք են, որ դժվար է զանազանել նրա խոսքը, թե երաժշտությունը նվաճեցին երաժշտասերին։ Գուսանի երգերը խորն են թափանցում հայ ունկնդրի հոգու խորքերը, նա միանգամայն արժանի է ավելի շատ ճանաչվելու ունկնդրի կողմից։ Զաքարյանի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկն անշուշտ նվիրված էր իր մեծ հայրենակցին Հովհաննես Թումանյանին։ Երգը առաջին անգամ հնչեց բանաստեղծի 100-ամյակի նախաշեմին ու դարձավ ներբող ոչ միայն Թումանյան բանաստեղծին, այլև Թումանյան մարդուն։ Մի պահ վերքանից, ով մեծ լորեցի, մի պահ վերքանից, ով մեծ լորեցի, տես հայրենիքա, անմահ Թումանյան, ազգերը մեզ հետ խնդագին մեր կյանքը երգես քո մեծ քնարով անմահ Թումանյան շատ դարեր կապրես քան մեր հավիտյան ոսկի մեծ վարպետ անմահ Լորվա սարերա հուշարձանեն քեզ Լորվա սարերա հուշարձանեն քեզ Անթի ոսկետով գանձեր թողիր մեզ Շատ ջահել երգիչներ պարտական են քեզ
Հաց տվող աղ ու հացի հարգը գիտակցող մարդ էր Աշուղը։ Կենցաղում համեստ էր, երբեք իր անձը չէր շեշտում, բայց նաև խոսքաշատ ու խոսքաշեն էր։ Սիրում էր կատակել, երբեմն էլ կծու խոսքերով։ Նրա կինը պատմում էր, թե ինչպես էին տարիներ շարունակ շատերը նստել վեր կացել նրա հետ, կերել խմել ու հաճախ լսել նրա օրհնանքները, ինչպես ինքն էր անվանում իր հայտնի հայհոյանքները։ Նրա համերգները երբեք պարզապես երաժշտական երեկո չէին։ Նա ու իր ընկերները գնում էին գյուղ առ գյուղ, երբ Զաքարյանը բեմ էր բարձրանում ու իր անմիջական խոսքով, երգով ժողովուրդը նրան վստահում էր ամբողջ սրտով։ Գիտեք, նույնիսկ ամենահոգնած գյուղացին այդ պահին մոռանում էր օրվա ծանրությունը։ Նրա երգով երեկոն դառնում էր տոն։
քուն անուշ սև աչերից խաբարիդ մեռներ յարբոյիդ մեռներ մորազիզ բալավես մորազիդ մեռներ խաբարիդ Հայաստանը դրախտ է դարձել աննման լորի շատ գեղեցկացել մեր Զաքարյանը աշուղ է դարձել ձեզ պարգև խաբարիդ մեռներ յարոյիդ մեռներ մորազիզ բալավես մորազիդ մեռնեմ խաբարիդ մեռներ յարոյիդ մեռներ մորազիզ բալավես Լուսահոգի տաղանդավոր դերասան Ազատ Գասպարյանն նահա այսպես է խոսել Գուսան Զաքարյանի մասին։ Գուսան Զաքարյանի ցանկացած ստեղծագործություն դիպուկ, բնութագրական եւ հստակ ասելիք ունեցող պատգամ է։ Մենք գործ ունենք ջերմ ու անկեղծ բանաստեղծի եւ ինքնատիպ երաժշտություն ստեղծող արվեստագետի հետ։ Ընդ որում խոսքը եւ երաժշտությունը այնքան ներդաշնակ են, որ չգիտես թե որը ըմբողջնես ու վայելես։ Իսկապես, որ նրա երգերը պիտի վայելես, որովհետեւ Գուսան Զաքարյանը կարծես թե նաեւ գեղանկարիչ է։ Նա վրձնում է արվեստի բոլոր հնարավորություններով, նրա ստեղծագործությունները պետք է պահել, փայփայել եւ փոխանցել առաջ, չէ՞ որ նման մարդիկ ուշ են ծնվում։ Նա մտերիմ էր իր ժամանակի շատ կարևոր գործիչների հետ, բայց սեղանի շուրջ հիմնականում լուռ էր։ Երգում էր միայն այն ժամանակ, երբ ուզում էր ուրախություն պարգևել։ Շատ երգիչներ յարեն երգել, շատերը խելքան եղել, շատ երգիչներ յարեն երգել, շատերը խելքան եղել, ես էլ տեսքիդ գով քաներով, սիրուցը տերանեմ եղել, ես էլ տեսքիդ գով քաներով, սիրուցը տերանեմ եղել, մոտեցին ինձ մեկ համ դուր, ոնց իրակը
ինձ մեկ համբույր տուր, ոնց սիրող հրակմանող ջուր, կամ թե ասա ուր գնալու, պատկերիդ գերի եմ դարձել, կամ թե ասա ուր գնալու, պատկերիդ գերի եմ դարձել. Կարոտեմ քո համբույրներին, ծոցիդ կոգոն ալվարդերին, կարոտեմ քո համբույրներին, ծոցիդ կոգոն ալվարդերին, կյանքս մատաղ մեր մայր հողին, որ քեզ մեզ սիրում է ծնել, կյանքս մատաղ մեր մայր հողին, որ քեզ մեզ սիրում է ծնել. Զաքարյանի արն է սիրում, քեզ է երգում նարնիվում. Զաքարյանի արն է սիրում, քեզ է երգում նարնիվում. Սիրո երգերդ վարարում, հանց որ վարար գետեն դարձել. Սիրո երգերդ վարարում, հանց որ վարար գետեն դարձել, հանց որ վարար գետեն դարձել. Աշոտ Զաքարյանի խոսքերը մնացին որպես իմաստուն մտքեր. Մոմն անզոր է արևի մոտ, ասում էր նա, կամ անցվոր, խմիր այս ջրիցը կենարար, հիշիր, որ միշտ մաքուր է ու արդար. Այդ տողերում արտացոլված էր ոչ միայն նրա արվեստը, այլ նրա մարդկային կեցվածքը. Եթե նույնիսկ սեգնալ վարա չաթին տաղին միանա, եթե նույնիսկ սեգնալ վարա չաթին տաղին միանա, դարձյալ դեպետ իրան թացքով հավեր շարաչ կնդանա. Դարձյալ դեպետ իրան թացքով հավեր շարաչ կնդանա. Կհանդիպի շատ շատերին, ինչպես անում դեր վաղուց. Կհանդիպի շատ շատերին, ինչպես անում դեր վաղուց. Բարի ողջույն աստատատի, կասի էլի կնդանա. Բարի ողջույն աստատատի, կասի էլի կնդանա. Սիրո
Սիրելի վարպետ Ջիվանու երկածակերն ես իմ դու Սիրելի վարպետ Ջիվանու երկածակերն ես իմ դու Սուրան աղբյուր պայծար արև ազնիվ ու անկեղծ ես դու Սուրան աղբյուր պայծար արև ազնիվ ու անկեղծ ես դու Զաքարյանի երկարանի սարդ ու սարդարանքն ես դու Զաքարյանի երկարանի սարդ ու սարդարանքն ես դու Քո աշուղի խաղաղատեջ երգը հավետ կմնա Քո աշուղի խաղաղատեջ երգը հավետ կմնա Երգը հավետ կմնա Կյանքը հաճախ դաժան փորձություններ է բերում։ Աշող Զաքարյանը կորցրեց դստերը, հետո որդուն, իսկ 1988-ի երկրաշարժը խլեց նաև հարսին։ Թոռներին նա ինքն է մեծացրել, հոգացել, խնամել ու սիրել։ Բայց նույնիսկ այդ ծանր հարվածների միջով նա երբեք չկորցրեց իր լուսավոր հայացքը։ Մինչև կյանքի վերջին օրը, 1995 թվականը, աշխարհին նայում էր նույն բարի ու ջերմ մարդասիրությամբ։ Գյոզալ ես գնում եմ, ետ չեմ դառնալու, սարերի ձորերի, էլ ետ չեմ տալու։ Գյոզալ ես գնում եմ, ետ չեմ դառնալու, սարերի ձորերի, էլ ետ չեմ տալու։ Հարամ իմ վարդերը սարի լանջերի կարոտ մնաց յարի համբույրի Հարամ իմ վարդերը սարի լանջերի կարոտ մնաց յարի համբույրի Ես գնում եմ հետո շատ ես ստացելու ման եկած տեղերս չես տրորելու Ես գնում եմ հետո շատ ես ստացելու ման եկած տեղերս չես տրորելու Արցունքը վարդենքի ոնց որ դարհատ կեր Ինչև կյանքիդ վերջը սուք ես անելու Արցունքը վարդենքի ոնց որ դարհատ կեր Ինչև կյանքիդ վերջը սուք ես անելու
Սաքարյան դու երկիր լորվա սարերում քանի որ փոշման չես քո սիրո գործում Սաքարյան դու երկիր լորվա սարերում քանի որ փոշման չես քո սիրո գործում Դու այս սիրով զույգի գործին լավ տեղյակ Ոչ մի խոսք մի ասին նորվա սարերում Դու այս սիրով զույգի գործին լավ տեղյակ Ոչ մի խոսք մի ասին նորվա սարերում Գյոզանի ես գանում Պատմում են դեռ 1950-ականներին մի ուսանող գնացքի վագոնում տոմսի պատճառով անհարմար վիճակում էր հայտնվել։ Հսկիչները պատրաստվում էին նրան իջեցնել, երբ ներս մտավ բանաստեղծական տեսքով մի մարդ։ Լսեց, միջամտեց ու ասաց. Չեք տեսնում, ուսանող է, նեղ վիճակում է, թողեք գնա։ Հետո ուսանողին շուռ գալով ավելացրեց. Դու հիմա դուրս ես գալիս ու հանգիստ տուն ես գնում։ Երբ նա հեռացավ, բոլորը նրան դիմեցին նույն սիրով. Սիրելի Աշուղ, սիրելի Զաքարյան։ Տարիներ անց նրա թոռնուհի Բելլա Զաքարյանը գրեց. Որպես թոռնուհի հպարտ եմ, որ նույն արյունն է հոսում իմ երակներում, բայց համոզված եմ, հպարտ եք եւ դուք, քանի որ նա ձերն է, բոլորին է, ով կարող է սիրել, ապրել ու տառապել։ Դե ինչ, եթե դեռ երբեք Լոռիում չեք եղել, անպայման գնացեք։ Այնտեղ ամեն քար, ամեն ծառ ու ամեն ձոր կպատմեն ձեզ, թե որտեղից էր գալիս այն վերերկրային ներշնչանքը, որ կարող էր ունենալ միայն լոռեցի ստեղծագործողը։ Բարեկամներ, երկրկոծում էինք, այսօր հնչեցին Լոռվա սոխակի Աշուղ Զաքարյանի երգերը, կհանդիպենք։